Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1587-րդ օրն է, դեռ չէինք հասցրել հագենալ հինգշաբթի և ուրբաթ օրերի ռուսական կարևոր թիրախներին հարվածների ուրախությունից, երբ հանգստյան օրերին հետևեցին ուկրաինական նոր հարվածներ։ Շաբաթ օրվա գլխավոր իրադարձությունը դարձավ կործանարը հրվածը ռուսական ռազմական արդյունաբերությանը խորը թիկունքում, արդյունքում ֆլամինգոների սեզոնային միգրացիան դեպի Վոլգոգրադ պատռեց հրթիռային գործարանը այդ քաղաքում, և ինչպես պարզվեց, գործարանում կային նաև գաղտնի արտադրամասեր։ Ուկրաինական ուժերը հզորագույն հարված են հասցրել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ամենագաղտնի օբյեկտներից մեկին, Վոլգոգրադում գտնվող Տիտան բարիկադի պաշտպանված գործարանին։ Սա Ռոսկոսմոսի լիակատար ցիկլով աշխատող ձեռնարկություն է, որն արտադրում է արձակման կայանքներ Yars-M ռազմավարական միջուկային համալիրների, ինչպես նաև Iskander-M օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի և ծանր հրետանու համար, ինչպես նաև այսպես կոչված Արեշնիկի համար։ Մոնիտորինգային ալիքները և Firepoint ռազմական ընկերության համասեփականատեր Դենիս Շտիլերմանը հրապարակել էին 5 ծանր ֆլամինգո հրթիռների արձակման տեսանյութը։ OSINT վերլուծաբանների տվյալներով առնվազն 3-ից 4-ը այդ հրթիռներից հաջողությամբ տեղ են հասել և ջախջախել TIV-2 և TIV-38 արտադրամասերը նշված գործարանի։ Բոլոր հնարավոր կադրերը, ինչպես միշտ, մեր Telegram-ում են։ Շտիլերմանը սոցցանցերում հեգնանքով մեկնաբանել է սա։ Վոլգոգրադը դիմավորում է Ուկրաինայի ֆլամինգոների սեզոնային միգրացիան։ Տեղի իշխանությունները արդեն հաստատել են խոցումները արդյունաբերական գոտի և խոստովանել 10 վիրավորի առկայությունը։ Դրանից հետո նրանք սկսեցին խոսել նաև զոհվածների մասին։ Քաղաքում արտակարգ կարգով մտցվել էր կավիոր պլանը և փակվել էր օդանավակայանը, բայց դա ոչինչի վրա չազդեց։ Քանի դեռ հրթիռները քանդում էին Վոլգոգրադի գործարանը, ուկրաինական անօդաչուների երամը միանգամից հարձակվել է Ռուսաստանի ավելի քան 10 մարզերի վրա, այդ թվում Բելգրադի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Արիոլի, Ռոստովի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի տարածաշրջանի և Կրասնոդարի երկրամասի վրա։ Խոցումներ և հրդեհներ են ֆիքսվել մի քանի քաղաքներում, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խուճապի մեջ հայտարարել է 175 անօդաչուների որսի մասին, փորձելով թաքցնել գետնի վրա ավերածությունների մասշտաբները։ Ղրիմը ավանդաբար ստացել է իր բաժինը, հարվածի տակ են հայտնվել ռազմական օբյեկտներ, իսկ Թերակղզու և Սև ծովի ջրատարածքի վրա ողջ գիշեր աշխատել է օկուպանտների ՀՕՊ-ը, ինչի պատճառով մի շարք շրջաններում լույսի և կապի խնդիրներ են առաջացել։ Միևնույն ժամանակ Մոսկվայի վառելիքային կոլապսը հասնում է գագաթնակետին։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատեց, որ ալֆա հատուկ ջոկատայինները երկրորդ անգամ հաջողությամբ հարվածել են և պայթեցրել Վլադիմիրի մարզի Ֆտորովը նավթափոխադրման ռազմավարական կայանը։ Սա Կրեմլի ամենակարևոր լոգիստիկ հանգույցն է, որը դիզվառելիք է մատակարարում Մոսկվայի օղակաձև խողովակաշարին, մայրաքաղաքի խոշորագույն նավթաբազաներին և օդանավակայաններին։ Դրոնները հարվածել են օբյեկտի տեխնիկական շենքին, ինչից հետո հզոր դետոնացիա և հրդեհ է սկսվել։ Այսպիսով Մոսկվան մնաց գրեթե առանց վառելիքի։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պաշտոնական ռելիզ է տարածել իր հատուկ ջոկատայինների փայլուն օպերացիայի մասին։ Օկուպացված Կերչի Զատոկա նավաշինական գործարանում SBU-ի դրոնները հերթական անգամ ծանր հարված են հասցրել և կրկնակի ոչնչացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության միանգամից 3 ամենաթանկարժեք նավերը։ Խոսքը Վոլգա և Վյատկա նախագծային հատուկ կաբելային նավերի, ինչպես նաև Պետրոպավլովսկ-Լաստանավի մասին է։ Այս նավերը պարզապես տրանսպորտ չեն, դրանք Կրեմլի գաղտնի խորջրյա հետախույզներն էին, որոնք պետք է ծովի հատակին տեղադրեին Հարմոնիա հիդրոակուստիկ համակարգը սուզանավերին հետևելու համար, ինչպես նաև միջազգային ստորջրյա կաբելներն ու խողովակաշարերը կտրելու համար։ Այս հարվածով Ուկրաինան ուղղակիորեն կուրացրեց Ռուսաստանի ստորջրյա հետախուզությունը Սև ծովում։ Որպեսզի այս ամենը տեղի ունենա, SBU-ն նախապես զրոյացրել էր Կերչի նեղուցը պաշտպանող ռուսական ՀՕՊ-ը, ոչնչացնելով նորագույն S-400 Triumph համակարգի արձակման կայանքներն ու ռադիոլոկացիոն կայանը։ Ռուսական ռազմական մեքենան փլուզվում է ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում և տիեզերքում, և այս ամենը մեր լսարանի աչքի առաջ։ Վստահ եմ ձեզանից շատերը մեր Telegram-ում տեսել են բոլոր կադրերը, բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ուկրաինայի զինված ուժերը Ֆեոդոսիայում ոչնչացրել են Պանցիր S-1 զենիթահրթիռային համալիրը, իսկ Կերչի շրջանում Պետրոպավլովսկ-Լաստանավը։ Լաստանավը հակառակորդի կողմից օգտագործվում էր Ուկրաինայի հարավային շրջաններում ռուսական օկուպացիոն բանակի ռազմական լոգիստիկան ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Հունիսի 28-ի Կիրակի գիշերը ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի տարածքում գտնվող երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանին եւ Յարոսլավլի մարզի Սլավնեֆտյանոս նավթավերամշակման գործարանին։ Հաջող հարվածների մասին տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պաշտպանության ուժերի գործողությունը անվանելով հեռահար պատժամիջոցներ Ուկրաինայի սահմանադրության օրը։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության պաշտոնական տվյալներով թիրախների ցանկը ընդլայնվել է։ Հիմա ավելի մանրամասն ներկայացնեմ ձեզ հավելյալ տեղեկատվությունը։ Հարված է հասցվել Իչոկի շրջանի Ջանկոյի կողմից Ղրիմի երկաթուղային կամրջին, որն օգտագործվում է ռուսական զորքերի ծանր տեխնիկայի տեղափոխման եւ մատակարարման համար։ Վոլգոգրադում պաշտպանական գործարան Տիտան բարիկադին, որը ինչպես ասացին նաեւ օրեշնիկ հրթիռների արձակման կայանքների մշակողներ, հրթիռային հարվածի հետևանքով ճշգրիտ խոցվել է հրթիռային համալիրների արտադրության 3 արտադրամաս, այլ ոչ թե 2, ինչպես հաղորդվում էր սկզբից, ինչը հանգեցրել է հրդեհների եւ կառուցվածքների մասնակի փլուզման։ Դոնեցկի մարզում ոչնչացվել է Ամվրոսիևկայի շրջանում գտնվող ռուսական զորքերի դաշտային խոշոր զինամթերքի պահեստը։ Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը ըստ նոր տվյալների ստացել է կրիտիկական վնասվածքներ, ամբողջությամբ շարքից դուրս են եկել 3 մթնոլորտային սյունյակ եւ 1 վակուումային տեղակայանք, ինչպես նաեւ վնասվել է նավթամթերքի պահպանման 15 ռեզերվուար։ Սա պարզապես կատաստրոֆա է։ Այս ֆոնին Պուտինը նորից փորձեց ատամ ցույց տալ։ Զուգահեռաբար նույն լույս Կիրակի ռուսական բանակը զանգվածային համակցված հարված էր փորձում հասցնել Ուկրաինայի տարածքին։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով հարձակումն իրականացվել էր ռուսների կողմից ցիրկոն հականավային հրթիռներով, Իսկանդեր-M բալիստիկ հրթիռներով եւ Շահեդ տիպի բազմաթիվ դրոններով։ Ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է 1 ցիրկոն հրթիռ, արձակված բոլոր 6 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռները եւ 125 հարվածային անօդաչու թռչող սարք։ Վերջերս ուկրաինական ՀՕՊ-ը գրեթե 100%-անոց արդյունք է ցույց տալիս բալիստիկ հրթիռների խոցման առումով, եւ սա Պուտինի համար խուճապի ազդանշան է։ Բալիստիկ հրթիռները թիրախավորել էին մայրաքաղաքը Կիևի Դարնիցկի շրջանում բեկորները ընկնելու եւ թիրախային հարվածների հետևանքով վնասվել է տեղսպասարկման կայան, ոչ բնակելի շենք եւ բռնկվել են հրդեհներ, վիրավորվել է 3 մարդ, բայց պարզ է, որ Պուտինը նման քայլի գնալով հաստատ չէր ուզում 3 մարդ վիրավորել, այլ ցանկանում էր սպանել հազարներին։ 6 բալիստիկ հրթիռը, եթե չլիներ ուկրաինական ՀՕՊ-ը, կարող էր հազարավոր մարդկանց զոհի պատճառ դառնալ։ Էլ չասեմ, որ անճարությունից ռուսները սկսել են ցիրկոն հականավային հրթիռներով հարվածել ցամաքային թիրախներին։ Սա պարզ է, որ լավ օրից չէ։ Իդեպ ռուսական լրատվամիջոցները եւ Տելեգրամային ինսայդերական ալիքները հաղորդում են, որ Ղրիմի օկուպացիոն վարչակազմը գաղտնի ռեժիմով պատրաստվել է պետական մարմինների եւ թերակղզու մինչեւ 250,000 բնակչի տարհանման պլան։ Տարհանման դեպքում պահուստների նախապատրաստման պատրվարկով Աքսյոնովի շրջապատի հետ կապված զինված անձինք արդեն իրենց վերահսկողության տակ են վերցնում տեղի նավթաբազաներն ու մասնավոր ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, որպես գլխավոր խնդիր աղբյուրները նշում են Ռուսաստանում մարդկանց տեղավորման անորոշությունը, քանի որ 250,000 մարդը միջին չափի ռուսական քաղաքի բնակչություն է։ Պլանի մշակումը սկսվել է Ղրիմի նավահանգիստներին, կամուրջներին եւ նավթաբազաներին ու էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի զինված ուժերի կանոնավոր հարվածների ֆոնին, ինչը թերակղզում հանգեցրել է լույսի ընդհատումների եւ վառելիքի դեֆիցիտի։ Ռազմական փորձագետները Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները փաստում են, որ էներգետիկ օբյեկտներին եւ նավթավերամշակման գործարաններին հասցվող այս մեթոդիկ հարվածները կանխորոշում են Ռուսաստանի ծանր վիճակը գալիք ձմռանը։ Սա ուղիղ ազդեցություն ունի նաեւ Ղրիմի լոգիստիկայի վրա, որտեղ արդեն իսկ ֆիքսվում են վառելիքի սահմանափակումներ եւ էլեկտրաէներգիայի խափանումներ, ինչն էլ ստիպում է կազմել բնակչության զանգվածային տարհանման պլաններ։ Տեսնենք, երբ ռուսները կհայտարարեն բացեի բաց այդ մասին։ Ուկրաինայի հեռահար հարվածները կոլապս են առաջացրել կարծես ամբողջ Ռուսաստանում։ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը կտրուկ թափ է հավաքում, իսկ Կրեմլը չունի լուծումներ։ Ճգնաժամը հասել է Մոսկվա, մերձ Մոսկվայից մինչև հեռավոր Արևելք, որտեղ բենզինի եւ դիզվառելիքի դեֆիցիտի պատճառով լցակայաններում գոյացել են հսկայական հերթեր։ Քաղաքներ կան, որ մարդիկ օրերով են հերթերում մնում, իսկ մայրաքաղաքի խնդիրները
լրագրողները կապված են նաև վերջերս Մոսկվայի Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի խոցման եւ, ինչպես արդեն ասացի, SBU-ի կողմից ֆտորովեին հասցված հարվածի հետևանքով միջազգային մեդիաները, մասնավորապես կանադական CBS-ը եւ շատ փորձագետներ նշում են, որ Մոսկվայի վրա ուկրաինական վերջին օդային հարվածները ամենամասշտաբայինն են պատերազմի սկզբից ի վեր, չնայած ռուսական պետական հեռուստատեսությունը թաքցնում է հետևանքները, այս հարվածները լուրջ տագնապ են առաջացնում եւ կարող են ուժեղ փոփոխություններ բերել քաղաքական եւ բիզնես էլիտաների շրջանում, քանի որ դրանք ակնհայտ ապացույցն են այն բանի, որ ռուսները պաշտպանված չեն, իսկ պատերազմի համար ստիպված են շատ բարձր գին վճարել։ Երեք նաև հայտնի դարձավ, որ Ղազախստանն էլ է մերժել բենզինով օգնել Ռուսաստանին, փաստացի Պուտինը անելանելի վիճակում է, բայց եկեք ձեզ մարտի դաշտի թվերը ներկայացնեմ, հետո կվերադառնանք քաղաքականությանն ու ամենաթարմ ուկրաինական հարվածներին։ Պարզ է, որ անցած գիշեր ռուսաստանցիներին խաղաղ քուն ոչ ոք չէր խոստացել։ Անցած 3 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանված տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 746 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են ևս 3830 զինվոր եւ ավելի քան 7304 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, ամենաակտուալը ամսի 29-ի ռելիզն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,402,200 օկուպանտ։ Իդեպ մեկնաբանություններում տեսնում եմ, որ որդուս առողջությամբ եք հետաքրքրվում, շատ շնորհակալ եմ, ասեմ, որ գրեթե կազդուրվել է, երևի թե 1-2 շաբաթ դեռ նրա ներկայությունը կվայելենք եւ նա նորից կգնա իր բրիգադի հետ հաղթանակը մոտեցնելու, իսկ այս քանի օրը Թորանս հետ կվայելեն այս շոկ համառը միասին մեր ամառանոցում, որտեղ իդեպ Հայաստանից բերած մրգից առեր ունենք։ Թորոս շատ է սիրում այգում խաղալ, իսկ հոր հետ գործ անել բզբզալու համար խելքը իրենը չէ։ Այնպես ինչպես հարազատների ձեզ պատմեցի, քանի որ գիտեմ, որ իրոք անհանգստանում եք եւ դուք էլ ինձ եք հարազատ դարձել։ Շնորհակալ եմ ձեզ ձեր աջակցության եւ հոգատարության համար։ Ղրիմի թերակղզու շուրջ օղակը սեղմելու ևս մեկ կարևոր քայլ է դարձել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հաջող գործողությունը Սևծովի հյուսիս-արևմտյան ափին։ Ուկրաինական զորքերը ժամանակին հայտնաբերել եւ ոչնչացրել են ռուսական արագընթաց ռազմական կատերը, որը փորձում էր բեռներ հասցնել օկուպացված Տենդերովյան կասա։ Սրանով ուկրաինական զինուժը ամբողջությամբ արգելափակել է հակառակորդի նյութատեխնիկական մատակարարումը Խերսոնի մարզի այս կարևոր հատվածում։ Այս հաջողությունը տրամաբանորեն շարունակում է նախորդ օրերի իրադարձությունները, երբ ուկրաինական դրոշը վերադարձավ հարևան հանդիսացող Կինբուրնյան կասայի վրա։ Եթե նկատում եք Տենդերովյան կասան, անցած հաղորդմանը պատմածս Կինբուրյանից էլ հարավ է եւ ավելի մոտ Ղրիմին, այսպիսով քայլ առ քայլ ազատագրելով եւ վերահսկողության տակ վերցնելով Սևծովյան առափնյա այս հանգուցային կետերը, Ուկրաինան ել ավելի է մոտենում օկուպացված Ղրիմի դարպասներին, ինչն էլ հենց լրացուցիչ խոճապ է առաջացնում թերակղզու ռուսական վարչակազմի շրջանում։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել լայքել այս եթերը եւ հնարավորինս տարածել սոցցանցերում։ Ձեր աջակցությունը շատ զգալի է ու կարեւոր ալիքի առաջխաղացման համար։ Ընդամենը 1 լայք եւ 1 տարածում ձեզանից, բայց հսկայական օգուտ ալիքին։ Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք։ Սրան զուգահեռ աշխարհաքաղաքական ասպարեզում տեղի են ունենում տեկտոնական տեղաշարժեր, որոնք արձակում են Կիևի ձեռքերը։ Ինսայդերական տվյալներով Դոնալդ Թրամփը Կրեմլի պայմանավորվածություններ ձեռք բերելու անընդունակության պատճառով ամբողջությամբ վերանայել է իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ եւ չեղարկել նախկին կուլիսային Անկորիջի այսպես կոչված պայմանավորվածությունները։ Սպիտակ տունն այլևս չի սահմանափակում Ուկրաինային, ինչը ճանապարհ է բացում արմատական սցենարների համար։ Մասնավորապես ռազմական վերլուծաբանները կանխատեսում են, որ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանին հայտարարել լիակատար ծովային շրջափակում Սևծովում, ինչը վերջնականապես կկործանի Ռուսաստանի տնտեսությունը։ Ավելին, Մինսկի պատերազմի մեջ պաշտոնապես մտնելու դեպքում հարվածի տակ կհայտնվի Բելարուսի ողջ կրիտիկական եւ ռազմական ենթակառուցվածքը, որը կոչնչացվի առաջին իսկ օրվա ընթացքում Լուկաշենկոին զրկելով իշխանությունից։ Սա ամերիկյան մամուլի տվյալներն են, ճիշտ ասած ես Թրամփին այս աստիճանի չէի վստահի, բայց նման կարգի տեղեկատվությունը շատ որոշեցի ձեզ նույնպես ներկայացնել։ Մենք գիտենք, որ մենք ենք տերը մեր երկրի եւ մեր ձեռքով ենք անում այն, ինչին այսօր հասել ենք, պաշտպանելով մեր երկիրը։
Հասանք այսօրվա հարվածների բաժնին։ Հունիսի 29-ի գիշերը Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել օկուպանտներին, որոնց արդյունքները շատ տպավորիչ են։ Ուկրաինական հեռահար անօդաչուները մասշտաբային հարված են հասցրել Ռուսաստանի սահմանամերձ շրջանների եւ օկուպացված տարածքների էներգետիկ ու ռազմական օբյեկտներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 209 դրոնների իբր որսման մասին, սակայն տեղերում ֆիքսվել են խոշոր հրդեհներ եւ լույսի զանգվածային անջատումներ, բլեքաութ, Կրասնոդարի Մասի Իլինկա գյուղի մոտ բարի դրոնները հարվածել են Կուբան անցումային կետին։ Սա Կերչի նեղուցով անցնող այն հիմնական մալուխային համակարգն է, որը սնուցում է Ղրիմը։ Օբյեկտում հզոր հրդեհ է բռնկվել։ Հարվածներ են հասցվել Ղրիմի Մարիանովկայի եւ Նիկրասովկա խոշոր էլեկտրական ենթակայաններին։ Սևաստոպոլը, Կերչը եւ տասնյակ բնակավայրեր մնացել են առանց լույսի։ Ղրիմի կամուրջը փակվել է մոտ 5 ժամով։ Ամբողջությամբ կամ մասնակիորեն հոսանքազրկվել են նաեւ օկուպացված Խերսոնի մարզն ու Դոնեցկ քաղաքը։ Կերչում հրդեհ է բռնկվել ՏԵՍ ընկերության նավթագազային տերմինալում եւ օդանավակայանի շրջանում, որտեղ տեղակայված էր ռուսական Պանցիր հոբ համալիրը։ Մելիտոպոլում նույնպես հզոր պայթյուններ են ֆիքսվում 3 գիշեր։ Ռուսաստանը նորից փորձեց ատամ ցույց տալ Ուկրաինայի ուղղությամբ արձակելով 108 դրոն։ Ուկրաինական հոբը խոցել է եւ ՌԵՊ-ի միջոցով ճնշել, դրանցից 82-ը ֆիքսվել է 25 հարված տարբեր 11 լոկացիաներում՝ Խարկովի, Պոլտավայի, Զապորոժիայի մարզերում։ Դնեպրում առավոտյան բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով ցավոք կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, այսպես ռուսական բանակը փորձում է բալանս ցուցադրել։ ԱՏՇ պարտիզանական շարժման գործակալները հաջող գործողություն են իրականացրել Տուլայի մարզի Նավամասկովսկի ազոտ կոմբինատի շրջանում։ Սա Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար աշխատող ռազմավարական ձեռնարկություն է, որն արտադրում է պայթուցիկ նյութերի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական բաղադրիչներ։ Էներգետիկ ենթակառուցվածքի վնասում է տեղի ունեցել։ Պարտիզանները շարքից հանել են ուժային բաշխիչ պահարանը, ինչի հետևանքով խափանվել է օբյեկտի էլեկտրամատակարարումը։ Երկաթուղային հատվածում վնասվել է ռելեի պահարանը, ինչը հանգեցրել է տրանսպորտի աշխատանքի խափանումների եւ գործարանի սեփական երկաթգծով ռազմական մատակարարումների ուշացումների։ Պարտիզանների գործողությունները կարող է շատերի մոտ մասշտաբային չթվալ, բայց հոգեբանական առումով սա լուրջ հարված է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար։ Նրանք հասկանում են, որ ոչ մի տեղ պաշտպանված չեն։ Իսկ Պուտինը երեկ փորձում էր իր ստերով հուսադրել սեփական ժողովրդին, մի շարք ստեր եւ աբսուրդային հայտարարություններ արեց ռազմաճակատի եւ բենզինի ճգնաժամի մասին։ Կիրակի երեկոյան տված հարցազրույցում եւ իր կուսակցության համագումարում Պուտինը փորձել էր հանգստացնել ռուսական լսարանին, ներկայացնելով բազմաթիվ կեղծիքներ, որոնք արդեն հերքվել են ամերիկյան պատերազմի ինստիտուտի կողմից եւ անկախ վերլուծաբանների կողմից։ Պուտինը առաջին անգամ ստիպված եղավ կիսատ պրատ ընդունել վառելիքային ճգնաժամը, ասելով, թե բենզինը միշտ չէ, որ առկա է, սակայն նա թաքցրել է իրական աղետը այն դեպքում, երբ Մոսկվայում եւ Ղրիմում լցակայանների մոտ հսկայական հերթեր են, իսկ գները 20 տարվա ռեկորդ են սահմանել։ Քիչ անց ձեզ ավելի մանրամասն կներկայացնեմ, որովհետեւ բենզինի ճգնաժամը արդեն 60 ռեգիոններում է Ռուսաստանի։ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, թե իբր ռուսական զորքերը գրեթե շրջափակել են ուկրաինական ուժերին Ստարի Ասկոլի մոտ եւ գտնվում է Սումիից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Սա բացահայտ սուտ է, ռազմական իրական քարտեզները փաստում են, որ ռուսական բանակը ոչ միայն չունի նման առաջխաղացում, այլև կորցրել է նախաձեռնությունը մի քանի այս նշված ուղղություններով եւ արդեն բազում ամիսներ է, որ այդպիսի իրավիճակ է։ Պուտինը պնդել է, թե իբր ուկրաինական բանակը նահանջում է եւ ավելացրել, թե ամբողջ ճակատով է նահանջում, իսկ Ռուսաստանի թիկունքին հասցվող հարվածները Պուտինը որակել է որպես ահաբեկչություն հուսահատությունից։ Ռազմական փորձագետները նշում են, որ այս բրավադան անհրաժեշտ էր Պուտինին սեփական վարկանիշի անկումը կասեցնելու համար, քանի որ ռուսական հասարակությունը սկսել է հասկանալ պատերազմի իրական բարձր գինը։ Դե տեսնենք, թե ինչպես ռուսաստանցիները կգնահատեն Պուտինի այս ստերը։ Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտը սրվել է 26 թվականի սկզբից էլ ավելի նավթավերամշակման գործարանների վրա կրկնվող հարձակումների պատճառով, ինչի արդյունքում վերամշակման հզորությունների 20-25%-ը արդեն չի գործում։ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի կրիտիկական վնասվածքները եւ արտադրության 25% հանուցանկումը սահմանափակումներ են առաջացրել տասնյակ տարածաշրջաներում։ Այս կորուստները հնարավոր չէ արագ փոխհատուցել գործող գործարանների առավելագույն ծանրաբեռնվածության եւ պատժամիջոցների պատճառով։ Ճգնաժամի աշխարհագրությունը եւ սահմանափակումները կարող եք տեսնել ձեր էկրաններին քարտեզի վրա։ Ամենավատ իրավիճակը օկուպացված Ղրիմում է, քաղաքացիական բնակչությունը բենզին գրեթե չի տեսնում, վառելիքը բաց է թողնվում հիմնականում կտրոններով կամ հատուկ թույլատրություններով։ Սահմանափակումներ 50-ից 60 ռեգիոններում, Մոսկվայում, Մերձ Մոսկվայում, Ռիազանի, Սարատովի, Լիպեցկի մարզերում եւ
Կրասնոդարի երկրամասում գործում են լիմիտներ 20-ից 40 լիտր, մեկ ձեռքին արգելված է կանիստրաների լիցքավորումը, իսկ լցակայաններում բազմաժամյա հերթեր են։ Այս ամենի մանրամասները կարող եք տեսնել մեր Telegram-ում։ Ճգնաժամը տարածվում է արդեն Սիբիրում, քանի որ Ռուսաստանի վառելիքային համակարգը աշխատում է որպես մեկ միասնական ցանց։ Մոսկվայի եւ ռազմական լոգիստիկայի դեֆիցիտը փակելու համար բենզինը տեղափոխում են հեռավոր շրջաններից, արդյունքում ճգնաժամը տարածվել է նաեւ Սիբիրի եւ հեռավոր արևելքի վրա, որոնք հարվածների չեն ենթարկվում այդքան շատ, որքան Ուրալից դեպի արևմուտք։ Իրադարձությունները շատ են, բայց չեմ ուզում երկուշաբթի օրով ձեզ շատ ծանրաբեռնել։ Այսօրվա համար այսքանը, անչափ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Մինչև անջատելը նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածումների մասին, ով չի հասցրել դա անել եթերի ընթացքում, խնդրում եմ անպայման լայքեք եւ տարածեք։ Պլանավորում եմ հաջորդ եթերը այս ալիքում վաղը չէ մյուս օրը։ Ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում եւ ամենագլխավորը անփորձանք եղեք։